Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Մոտ 1 ժամ էլ եւ դուք սիրելի հեռուստադիտողներ կդադարեք լսել նախընտրական խոստումներ։ Կեսգիշերից արդեն լռության օր է, իսկ հունիսի 7-ին դուք կկատարեք ձեր ընտրությունը։ Անցած գրեթե 1 ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, խոստումները, փոխադարձ մեղադրանքներն ու գնահատականները։ Քննարկումների կենտրոնում եղել են ոչ միայն համայնքային խնդիրներն, այլև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգային մարտահրավերները, խաղաղության գործընթաց, ինչպես նաեւ երկրի ապագա զարգացման ուղղությունը։ Նախընտրական վերջին հարցազրույցը լինելու է Ազգային ժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Դե 29 օր շարունակ, ինչպես արդեն ասացի, ինչ խոստում ասես, որ մեր քաղաքացիները չլսեցին։ Ըստ էության, եթե այդ խոստումների շուրջ 10%-ն էլ իրականություն դառնա, կարծում եմ գոնե Սինգապուրը մեզ կնախանձի։ Դուք ինչպես կամփոփեք նախընտրական այս քարոզարշավը։ Շնորհակալ եմ հրավերի համար, պետք է ասեմ, որ թերևս մեր մարտավարությունը ավելի շատ հիմնված էր ոչ թե խոստումների, այլ արված գործի վրա, եւ մեր հիմնական շեշտերը մենք հանդիպումների ժամանակ կառուցել ենք առողջապահության ապահովագրության վրա, կառուցված արդեն իսկ ճանապարհների, 500 մանկապարտեզ, 300 դպրոցների, պետք է ասեմ, որ շատ հաճելի էր, երբ որ գնում էիր ամենահեռու գյուղը եւ տեսնում էիր ամենագեղեցիկ եւ ամենանոր շենքը, դա կառուցվող կամ կառուցված արդեն դպրոցեր կամ մանկապարտեզ, ինչպես նաեւ խաղաղության վրա, որը որ արդեն իրականություն է։ Ոստի խոստումների առումով մենք ասել ենք, որ ուղղակի շարունակելու ենք եւ մեր ժողովրդից աջակցություն ենք խնդրել, որպեսզի շարունակենք այն ինչ որ ակներև է եւ արդեն արվել է, երբ որ իրենց գյուղերում, քաղաքներում արդեն իսկ տեսել են։ Իսկ դուք համաձայն եք այն գնահատականների հետ, թե սրանք ըստ էության ամենաանկանխատեսելի ընտրություններն են իրենց արդյունքներով եւ հետընտրական զարգացումների մասին անգամ ընդդիմությունն է սկսել ակնարկել։ Չեմ կարծում, եթե իհարկե լինեն խախտումներ եւ այլն։ Չեմ կարծում, որ հետընտրական զարգացում հնարավոր է, որովհետեւ տեսեք, երբ որ մարդկանց մեջ անարդարության զգացում չկա, իսկ 2018 թվականից անկախ նրանից ընտրությունների ինչ արդյունքներ են ունեցել, իշխանությունն է հաղթել, թե ընդդիմությունն է հաղթել, հա, ինչպես տարբեր թիմերում, մարդկանց մոտ ակնհայտ այդ զգացողությունը եղել է, որ այո, ընտրությունները սենց են եղել եւ արտացոլում են այն ինչ որ ժողովրդի մեջ կա, ուստի դրա վրա ինչ որ բան գեներացնելը կատեգորիկ անհավանական եմ համարում, դա անհնար բան է։ 2021 թվականին դա գուցե շատ ավելի լարված փուլ էր եւ շատ ավելի շատ էր հնարավոր, քան հիմա։ Իսկ անկանխատեսելիության առումով դե գիտեք ինչ, այն ձայնագրությունները, որոնք որտեղ են գտնում իրավապահների հրապարակումների մեջ, այն մարդկանց հոսքը, որ փորձում են դրսից հիմա ստիպողաբար համոզելով կամ ինչ-որ ձևով խաբս տալով բերել եւ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների վրա ազդել, կարող է ինչ-որ իր արտացոլումը ունի, ուստի ես կոչ եմ ունենա, ուստի ես կոչ եմ անում բոլորին գնալ պարտադիր ընտրությունների, բայց միևնույն ժամանակ կարծում եմ թե հարցումները, թե նույն տրամաբանությունը, հա, որը որ մարդկանց մեջ փոքր երկիր ենք, հա, կա, ցույց է դնում, որ քաղաքացիական պայմանագիրը 4-5 անգամ շատ ավելի շատ ձայն է ստանալու մեր ընտրողներից, քան մնացած ուժերի ներկայացուցիչները։ Այս ընթացքում ձեր ընդդիմախոսները ձեզ մեղադրեցին նաև վարչական ռեսուրսներն օգտագործելու մեջ, ասացին փաստեր են հրապարակել, ձայնագրություններ, դպրոցի աշխատակազմի խոսակցություններ, ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, թող ամենամեծ խնդիրը, որ այս նախկին իշխանությունները, որոնք որ ընտրություններ էին կեղծում, լցոնումներ էին անում եւ ես չգիտեմ գիտեք թե չգիտեք, որ վերջերս դպրոցներից մեկը վերանորոգելիս 1998 թվականի քվեաթերթիկներ են գտնվել Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած, հատակի տակ մտցրված, թող այդ բաներ անողները մեզ մեղադրեն, ասեն, որ ինչ որ երեխաներ կամ ինչ որ դպրոցի աշխատակիցներ եկել են մեր հավաքին։ Թող դա լինի ամենամեծ խնդիրը, բայց բնական է դա մեր համար անընդունելի է եւ դա
դրա հետևանքները կան լինելու են եւ կան դեպքեր նաեւ որ այդ մարդիկ ազատման են դիմում են ներկայացրել եւ կարծում եմ որ այդ մեղադրանքները որևիցե ձևով չեն կարող լուրջ համարվել որևիցե դիտորդական կամ մարդկանց ընկալման առումով ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն դրանք եղել են, բայց հետևանքներ են ունեցել, ճիշտ է։ Ես չեմ կարող ասել, որ չեն եղել կամ չեմ կարող ասել, որ եղել են։ Ես կարող եմ ասել, որ այն դեպքերը, որ մենք լսել ենք, որ ինչ որ երեխաների հրավիրել են, ասել են եկեք կամ ինչ որ դասատուներ եկել են, դրանք բոլոր իրենց արձագանքը ստացել են, բայց այդ չի էլի ընտրությունների, ման ասենք ամեն օր արդեն հնդկական սերիալի կամ բրազիլական սերիալի պես մենք ամեն օր լսում ենք, թե ինչպես են հայոյախառը խոսույթով մեր քաղաքացիներին փող բաժանելու փորձեր անում, այն մարդիկ, ովքեր ասում են, վայ, դասատուն եկել է ձեր միտինգին։ Ամեն ինչ պետք է չափսահմանն ու բան ունենա, էլի, համաբանություն։ Պարոն Սիմոնյան, իսկ դուք սա համարում եք ինչ որտեղ ընտրություններ նաև Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Նման գնահատականներ ըստ էության հնչում են նաև ձեր ռուս գործընկերներից եւ ասում են, որ այս ընտրությունները նաև ընտրություններ են Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև, տարբերակելով ռուսամետ եւ արևմտամետ ուժեր։ Բայց մենք չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալու, ոնց կարա տենց լինի։ Այսինքն ի՞նչն է դրա ընտրությունը։ Մենք ասել ենք, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս եւ ընտրություն ենք անում, իհարկե ոչ։ Մենք դες բան չենք ասել, ու հիմա էլ ենք ասում եւ հիմա էլ ենք դիմում մեր ռուս գործընկերներին, մնացած ԵԱՏՄ անդամ երկրներին, մենք չենք պատրաստվում դուրս գալ։ Բայց կարծես թե մինչև դեկտեմբեր ժամանակ են տվել ձեզ, կարծես թե ինչ որ խմորումներ են ներսում կատարվում։ Գիտեք ինչ, կարծես թե մենք դրան էլ պատասխանել ենք, մենք ասել ենք, որ նման բան անել են պարագայում, որ Հայաստանը նույնիսկ հայտ չի ներկայացրել, մենք նույնիսկ հայտ չենք ներկայացնում, նույնիսկ տեխնացու չենք։ Երբ որ դրա ժամանակը կգա եւ ակնհայտ կլինի, որ նման որոշման կարիք կա, մենք դրա հետ կապված հանրաքվե կարող անենք, կարող արդեն ասենք դրա հետ կապված, բայց իրանք մեր տեղը ինչ են որոշում, որ մենք պետք է ընտրություն կատարենք, երբ որ մենք ասում ենք, որ հիմա մենք ընտրություն կատարելու կարիք չենք տեսնում։ Իհարկե լավ է, որ ու մի քիչ, չգիտեմ, տարօրինակ է, որ ԵԱՏՄ 4 անդամները մեզ կոչ են անում հանրաքվե անել ԵՄ-ին միանալու հետ կապված։ Երեք Վլադիմիր Պուտինը խնդրեց հայ գործընկերներին, որպեսզի հնարավորինս շուտ այդ հանրաքվեն անցկացվի։ Եվ մենք դրա պատասխանը վարչապետը տվել է։ Մենք ոչ տեխնացու ենք, ոչ տեխնացություն ենք ներկայացրել այս պահին, ոչ մի Իսկ չեք պատրաստում դեռևս նման ինչ որ հանրաքվե, մենք ԵԱՏՄ-ից հիմա չենք ուզում դուրս գանք։ Մենք այդպես նպատակ հիմա չունենք։ Մենք ուզում ենք աշխատել այդ գործընկերների հետ եւ իրենք էլ պետք է աշխատեն մեր հետ եւ մենք լիարժեք անդամ ենք մեր վետոյի իրավունքով, մեր կոնսենսուսային քվեարկությամբ եւ կարծում ենք, որ սխալ մարտավարություն է ընտրված, որովհետեւ Ռուսաստանը, նույն Ղազախստանը եւ մնացած երկրները այլ երկրների հետ իրանք տնտեսական որևիցե հարաբերություն չունեն։ Ունեն իհարկե բոլորի հետ ունեն, նույն Ռուսաստանը Ադրբեջանի հետ, երբ որ մենք հակամարտություն ունեինք, բոլոր տեսակի հարաբերություններ ուներ, սկսած զենք առնել վաճառելով, վերջ ասած դաշնային համաձայնագիր կնքելով 2022 թվականին, երբ որ մեր հարաբերությունները լարված էր, Ղարաբաղում հայ բնակչությունը փակված էր եւ այլը, այսինքն այդ ինչ, այսինքն ոնց է ստացվում, որ ինչ որ բան մեզ չի կարելի, մնացածին կարելի է կամ ինչ չի կարելի մասին մենք խոսում, մենք իրավունք չունենք առևտուր անել եւ պետքա միշտ շրջափակման մեջ մնանք։ Ասում ոչ Ռուսաստանի հաշվին, դուք գնում եք Եվրամիություն դեպի, բայց Ռուսաստանի հաշվին ցանկանում եք ԵԱՏՄ-ի հաշվին գումարներ աշխատել։ Ուզում հասկանամ, այդ որ ասում են հաշվին ինչ որ բան իրանք մեզ ձրի են անում, արտոնություններ կան։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ես աշխարհակաղակական իրավիճակում խոսել արտոնությունների մասին, այն դեպքում, որ սահմանների եւ առևտրի, ել չեմ ասում հասարակ շրջագայության համար նույն մեր Ռուսաստանի գործընկերների հնարավորությունները այդքան սահմանափակ են, տեղին չէ, եւ ես կրկնում եմ այն, ինչ որ ասել եմ, կարծում եմ, այդ իրենց չափից ավելի արձագանքը շատ ավելի կապված է ընտրությունների հետ, իրենց կողմից սատարվող 3 հիմնական ընդդիմադիր ուժերին ինչ որ դիվիդենդ տալու հետ, ինչպես նաև հենց այդ 3-ի
իրենց ռուսաստանյան կապերը օգտագործելու հետ, որտեղ ակնհայտ է, որ թե Սամվել Կարապետյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե Ռոբերտ Քոչարյանը ամենայն հավանականությամբ իրենց կապերը եւ շահերը օգտագործում են, որպեսզի Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումներ գործադրվի։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դուք նաև կիսում եք Միացյալ Նահանգների պետքարտուղարի այն կարծիքը, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ Հայաստանում վերընտրվեն իշխանությունները։ Ես ներողություն եմ խնդրում, կարող եմ մի քիչ ոչ դիվանագիտական հնչել, բայց ես որևիցե ձևով չեմ ուզում մեկնաբանել որևիցե այլ երկրի, ամենաբարեկամական երկրի ասածը մեր երկրի եւ մեր երկրի շահերի մասին։ Ես խոսում եմ հետեւյալի մասին. Հայաստանը կարող է բացի Ռուսաստանից ուրիշ որևիցե երկրի հետ առևտուր անել, թե ոչ։ Կարող ենք մենք ապրել, առևտուր անել, շրջագայել, որոշել մեր երկրում ով է երկրի ղեկավար դառնում, ով չի դառնում, եւ ում ենք մեր բայց չէ կարող երկու աթոռին նստել։ Լսեք, լավ, ես էլ ասում եմ, որ երբ որ կգա ժամանակը երկրորդ աթոռին նստելու, այդ ժամանակ կխոսենք։ Այսինքն, պարոն Սիմոնյան, Ռուսաստանից ամեն օր հնչող այդ խոսույթները դուք վտանգավոր չեք համարում։ Հիշեցնեմ նաև Ռուսաստանի Պետդումայի նախագահը, որ զգուշացրել է, թե Հայաստանի Հանրապետությունը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ասել է, որ Փաշինյանը Հայաստանը Եվրամիությանը միացնելու անձնական պարտավորություն է ստանձնել, դա անելով Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հաշվին, իսկ իրենք դա թույլ չեն տալու։ Ես կարծում եմ, որ միակ վնասը կարող է կրել հայ-ռուսական հարաբերությունները այն առումով, որ հայ ժողովուրդը շատ բացասական է վերաբերվում, անկախ նրանից ինքը քաղաքացիական պայմանագիր է ընտրում, թե ոչ, շատ բացասական է վերաբերվում, երբ որ միջամտում են խոսակցական լեզվով ասած դրսից տղա են բերում, հա, եւ ես կոչ եմ անում զերծ մնալ ամենապրիմիտիվ սխալները անելուց, որը իրենք արել են եւ չշարունակեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին տրամադրել իրենց դեմ, որովհետև իրանք տենց միշտ փորձում են տարանջատել Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունը չհասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունը ուղիղ ընտրությունը եւ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը եւ ոչ մի տարբերություն չկա եւ այդ չգիտեմ այդ մեյմունները հայկական հաճախ ազգանուններով, որոնք որ ռուսական հերոստաղալիքներով իրենց թույլ են տալիս Հայաստանի Հանրապետության անկախության մասին խոսել, մեր ժողովրդի մասին խոսել, ավելի լավ է իրանք այդ մեյմուններին հնարավորինս քիչ հնարավորություն տալ հայ ժողովրդին վիրավորել եւ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հայտարարություններ անելը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վճարել այն գինը, եթե Ռուսաստանը շարունակի անգամ ընտրություններից հետո տնտեսական ու քաղաքական այս ճնշումները։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում դրա մասին մտածել, ես ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի նման իրավիճակ չլինի եւ ես վստահ եմ, որ ամսի 8-ից հետո, 7-ից 8-ից հետո եւ տվյալները կհրապարակվեն, այդ այսպես ասած լարվածությունը կիչնի, որովհետեւ ասենք չգիտեմ, բան են բերում, օրինակ են բերում Եվրամիությանը անդամակցելու օրենքը, որը 1.5 տարի առաջ է բան եղել, ընդունվել եւ խոսում են այսօր դրա մասին։ Ես կարծում եմ, որ 7-ից հետո դրանք սա կլուծվեն կամ առնվազն կդադարեն իրենց այսպես ասած աճը լարվածության առումով։ Գալով այս ամենին ձեր ընդդիմախոսների գնահատականին ասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները հերթական արկածախնդրությանն են դիմում։ Ով են մեր ընդդիմախոսները։ Սամվել Կարապետյանը ըստ մամուլի տեղեկությունների եւ իրանց կողմից չհերկված ՖՍԲ-ի աշխատակից է գրանցված եղել։ Իրանք չեն հերկել, ասել են ուղղակի, որ էլի այդ թվին ինչ որ մարդկանց գրանցել են, որը որ չի հերքում։ Ռոբերտ Քոչարյանը հայտնի ձայնագրությունը, որտեղ ինքը ասում է, որ Ռուսաստանի ինչ որ պաշտոնյա է, թաչ ասենք, կոնկրետում հետ է պայմանավորվել, որ մտնի քաղաքականության մեջ եւ հիմա խնդրում են, որ դուրս գա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարը լրտեսության համար այս պահին բանի տակ է, քննության տակ է, ինչպես նաև մյուս համարները նույնպես կապ ունեն, օրինակ Արման Աբովյանը Սպուտնիկ Արմենիայի աշխատակից է, որը կոնկրետ Մարգարիտա Սիմոնյանի գումար է ստանում, ինչպես նաև մնացած փոխկապվածությունը տնտեսական չասեմ։ Սամվել Կարապետյանի փողերը այնտեղ է, Ռոբերտ Քոչարյանի խոսույթը ամբողջությամբ համընկնում է բանի հետ, ռուսական հերոստալիքներով հնչող հայաստանյան պետական այն գաղափարների հետ, որոնք որ կան, նույնը Գագիկ Ծառուկյանի խոսույթի մեջ է։ Ով են այդ ընդդիմախոսները, ուզում հասկանում։ Կամ հիմա այս իրավիճակը, որ դրսից մարդկանց ստիպում են, համոզում են կամ փող են տալի, որ գան Հայաստանի Հանրապետությունում քվեարկեն, հետո դուրս գան գնան, թե չէ այնտեղ խնդիրներ կունենան։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը տենց բաներ չի սիրում։ Իրենք էլ ասում են դուք էլ արևմուտքից եք մարդ բերում մեզ Ում վրա։ եմ արևմուտքից Ամերիկայից գալիս են մեր համար քվեարկեն։ Տենց բան կա։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանից բերված այդ ստիպված այդ մարդիկ մեծ մասը մեր համար են քվեարկել։ Ես դրա մեջ համոզված եմ, կամ մտնելու են քվեախուց եւ իրենց այլ ընտրությունը կատարեն։ Իրանք չեն ճանաչում հայ ժողովրդին եւ իրենք չեն հասկանում, թե իրենք ինչ արեցին Հայաստանի Հանրապետության հետ եւ հայ ժողովրդի հետ 2020 թվականից սկսած։ Վերջին օրերին, պարոն Սիմոնյան, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընտրությանը մասնակցել պատրաստվող ըստ էության ահազանգեցին, թե Զվարթնոց օդանավակայանում ռազմական ոստիկանների ներկայությունը բավականին այսպես էմոցիաներ է առաջացնում, նրանք 25-օրյա վարժական հավաքների համար ծանոթություններ են տալիս նրանց, ովքեր որ մասնավորապես հենց Ռուսաստանից են գալիս Հայաստան, անգամ եթե գալիս են Ռուսաստանից, որ այստեղ ընտրության մասնակցել, իրենք չեն կարող իրենց ընտրական իրավունքը իրացնել, բարձրացնում են նրանք։ Այսինքն եթե իրանք գալիս են իրենց ընտրական իրավունքը իրականացնեն, իրանք Հայաստանի Հանրապետության իրենց պարտքը պետք է չտան, բայց մեծ ինչ որ մարդիկ խոսան Հայաստանի Հանրապետության բանակի մասին, բանակը թալանելու եւ այլի մասին։ 2 ամիս առաջ էլ էին գալիս, նրանց էլ էր բաժանվում։ Որ չեն իրանք հրավիրվել։ Ուղղակի հիմա աղմուկ են բարձրացրել, միշտ էլ հրավիրվել են ըստ տարիքի, ըստ գործի, ըստ ժամանակի լքած։ Այսինքն դա ո՞նց է ստացվում Հայաստանի Հանրապետության դեմ պարտքը տալը աղմուկ է, իսկ Հայաստանի Հանրապետությունում դրսից գալ ընտրություններին մասնակցելը նորմալ բան է։ Չէ, ասում են դա պատիժ եք դիտարկում դուք որպես, այսինքն 25-օրյա վարժական հավաքը որպես պատիժ է։ Հայաստանի Հանրապետությանն է ծառայելը պատիժ է։ Դե ասում են չէ, բայց դուք եք այդպես դիտարկում նրանց։ Քանի որ գալիս են որ ընտրեն, որպեսզի ընտրություններին չլինեն, այ քանի որ եկել ես որ ընտրես, ըստ նրանց տրամաբանության, ուրեմն գնա եւ 25 օր, այսինքն 25 օր Հայաստանի Հանրապետության համար լավ բան անելը, պատրաստվելը պաշտպանել, ծառայելը Հայաստանի Հանրապետությանը պատիժ է, այդ լեզվա մտածելակերպ է, որը մատնում է իրենց, որ Հայաստանի Հանրապետությանը իրենք օտար են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը պատիվ է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար բան անելը պատիվ է, ոչ թե պատիժ է։ Այդ ի՞նչ է։ Բանակին պատիժ եք նայում, այլ բանակին պատիժ են նայել, թե համար 2020 թվականին եղավ այն ինչ որ եղավ։ Դուք բազմիցս հայտարարել եք, որ խաղաղության օրակարգ այլ ընտրանք չունի։ Ընդդիմությունն էլ դա չի շղթում, թեև ասում եք, եթե նրանք ընտրվեն, պատերազմ է լինելու։ Նրանք ասում են, եթե Ադրբեջանը վաղը նոր պահանջ ներկայացնի, ինչպես է հասարակությունը վստահ լինելու, որ դա չի ներկայացվի որպես հերթական խաղաղության համար անհրաժեշտ փոխզիջում։ Տեսեք, նախ իրանք խաղաղության մասին չեն խոսում, իրանք խափում են եւ հասկանալը, որ ժողովուրդը չի սիրում, չի ուզում պատերազմ լինի, իրանք դա ասում են, բայց գործողությունների մեջ նկարագրում են հենց պատերազմ։ Այսինքն, երբ որ իրանք ասում են մենք պայմանական, խաղաղության պայմանագիրը չենք վերանայելու, բայց բերելու ենք երաշխավոր, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը դու վերանայում ես։ Խաղաղության պայմանագիրը հաստատված է երկկողմանի, նախաստորագրված է եւ թեորապես կարող արդեն նույնիսկ ստորագրված լիներ։ Իսկ երաշխավոր բերելը մենք դրա փորձը ունեցել ենք։ Ուր էին այդ երաշխավորները, երբ որ Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքսում էին։ Ուր էին այդ երաշխավորները, երբ որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում էր իրագործվում։ Ինչ երաշխավոր պետք է բերեն։ Կամ մի երաշխավոր, դա մեր երկկողմ բոլոր հարցերի լուծած լինելը եւ երկկողմ շահավետ լինելը։ Ոսմեն Ադրբեջանը վստահելի չէ։ Եվ մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել են։ Իսկ ով է վստահելի։ Իսկ ադրբեջանցիների համար հայերը վստահելի են, որպեսզի մենք կարողանանք մեզ պաշտպանենք, որպեսզի կարողանանք ճիշտ որոշում կայացնենք, մենք պետք է մեր պայմանական հակառակորդի տրամաբանությունը հասկանանք։ Իսկ ով է վստահելի։ Ռուսաստանն է վստահելի, Պարսկաստանն է վստահելի, ուզում հասկանամ։ Իրանք գալու են իրենց շահերը ստեղ հետապնդեն։ Ախր խնդիրը այն է, ու ունեցել ենք այդ փորձը։ Ուկրաինայի երաշխավորը անվտանգության Ռուսաստանն է։ Այս աբսուրդ է, սա սուտ է եւ ասում եմ, միակ երաշխավորն է, որ ես ու դուք իրար հետ խնդիր չունենանք։ Եթե ես ու դուք իրար հետ խնդիր չունենք, ինչ երաշխավորի մասին է խոսքը։ Իսկ եթե մենք իրար հետ խնդիր ունենք, այդ երաշխավորը ինչքան է լինի, ուղղակի գնի հարցը։ Ով ավելի շատ կտա այդ երաշխավորին։ Կրկնում եմ, ով ուզում է լինի, դա խապկանք է։ Եվ այն կուսակցությունները, ովքեր ասում են, որ դա երաշխավոր պետքա բերեն կամ պետքա վերանայեն կամ ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, ասում էր հա մենք կստորագրենք, բայց չենք կատարի, իրանք ուղղակի ոչ անուղղակի ձևով խոսում են
պատերազմի մասին։ Այս քարոզարշավի ընթացքում բավականին շատ այսպես փոխադարձ մեղադրանքներ հնչեցին նաև այդ ադրբեջանցիների վերաբնակեցման թեմայով, պարոն Սիմոնյան, եւ ասում են, երբ ասում եք, որ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսակցությունները ապատեղեկատվություն են, այդ դեպքում ինչպես է ստացվում, որ ադրբեջանցիները ամենաբարձր մակարդակով անգամ այս հարցը քննարկում են, ասում են, որ պետք է վերադառնանք մեր հողեր, այսպես ասած, եւ դա նկատի ունեն Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը։ Ախր նախ բոլոր այդ մարդիկ, ովքեր այդ բնդումը անում են, իրանք հենվում են ադրբեջանական աղբյուրների վրա։ Այդ նույն Ադրբեջանը ասում է, որ ենթադրենք, չգիտեմ, այդ նույն Սամվել Կարապետյանը հանցագործ է։ Ինչի դրա վրա չեն հենվում։ Այսինքն ինչա պետք է հենվել հակառակորդի ասածների վրա։ Իսկ մենք ինչ ենք ասում։ Մենք էլ էինք ժամանակին ասում, որ հայերը պետք է վերադառնան Սումգայիթ Բաքու, բայց այդ էջը փակված է։ Ասեմ ավելին, խոսակցություններից զատ, լսեք, դա բան չի էլի, ասենք մանկապարտեզ չի, փաստաթղթեր գոյություն ունեն։ Կա երկու ստորագրված եւ նախաստորագրված փաստաթուղթ, եւ դրանց մեջ դες բան չի խոսացվել, չկա գրած եւ չկա ստորագրած։ Հիմա ենթադրենք ինչ որ մեկը մի բան է ասում, հիմա ես հարց ունեմ, ինչ են իրանք այդ օրակարգը սպասարկում։ 2021 թվականին հերոստատեսությամբ գնում էր գովաստ, որտեղ որ նկարագրվում էր, որ եթե 21 թվականին ընտրությունները հաղթի քաղաքացիական պայմանագիրը, մեր եկեղեցիները մզկիթ են դառնալու, չգիտեմ, մանկապարտեզում տեղ չի լինելու, 2021 թվականին, բա ուր է այդ ամեն ինչը։ Ու մի բան էլ ասեմ, քաղաքական առումով այդ 300,000 ադրբեջանցիների թեզը ամեն աստծոր ազգային ժողովում գալիք 5 տարիներին գլխներին ենք տալու։ Ամեն աստծոր, ասել եմ, բա ուր է այդ 300,000 ադրբեջանցիները։ Ցավալի է այսօրվա քարոզարշավը իմ տեսած ամենակեղծ սուտ նարատիվներով եւ ամենաստոր քայլերով լցված քարոզարշավն է ու հաճելին է այն, որ Հայաստանի Հանրապետության իմաստուն ժողովուրդը այդ ամեն ինչը հասկանում է եւ վստահ եմ, որ ամսի 7-ին նորից մերժելու է Սերժ Սարգսյանին, որը որ այսօր ներկայանում է ուժեղ Հայաստան անվան տակ, Ռոբերտ Քոչարյանին դաշնակցության հետ, որը որ մեզ ներքաշեց, որը որ Ղարաբաղը դուրս թողեց process-ից, որը որ այս ամենի ամենակարևոր մեղավորներից մեկն է, եւ Բարգավաճ Հայաստան մշտական կոալիցիոն գործընկեր եւ ամեն ինչ եւ ամենուր սպասարկող կուսակցությանը։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Սիմոնյան, քանի որ մեր եթերաժամը մոտենում էր ավարտին, այդ եթե իշխանությունները դուք դա նորից շարունակեցիք, հա, կառավարել, դուք ձեր քաղաքական ապագան դարձյալ խորհրդարանում եք տեսնում, եթե դուք ցանկանաք, որ նորից շարունակեք ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնել։ Դե ես պարլամենտական եմ ինձ համարում, թիմը ինչ որոշում կկայացնի, ես բնական է կենթարկվեմ, բայց ես մեծ կարծում եմ փորձ եմ այս ընթացքում հավաքել եւ այդ փորձը պատրաստ եմ ծառայեցնել մեր երկրին եւ իմ քաղաքական թիմին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն էր եւ սա, սիրելի հեռուստադիտողներ, ըստ էության մեր վերջին նախընտրական հարցազրույցն էր։ Շնորհակալություն։